Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Ձեր սիրված Արարատյան խոհանոցը։ Ես ինձ վերապահում եմ այդ իրավունքը, բարեկամներ, որովհետև ձեր արձագանքները, ձեր խորհուրդները վկայում են հենց դրա մասին։ Շնորհակալություն, շնորհակալություն եմ հայտնում մեր հատկապես սփյուռքահայ բարեկամներին, ովքեր առիթը բաց չեն թողնում յուրաքանչյուր անգամ հանդիպելիս խորհուրդներով եւ իրենց առաջարկներով օգնելու։ Շնորհակալություն։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ, որոնք մեր կարծիքով կհամալրեն ձեր եւ ընտանեկան կերակրացանկը եւ ինչու՞ չէ առիթի դեպքում նաեւ կարող ենք օգտագործել այս կամ այն ուտեստը։ Այո, բարեկամներ, այսօր մի հետաքրքիր ուտեստ ենք պատրաստելու եւ պատրաստելու ենք իմ հյուրի հետ։ Իսկ իմ հյուրն է Անժելա Մուսայելյանը, ով աշխատում է Դիլիջան Resort հյուրանոցային համալիրում որպես խոհարար եւ իհարկե հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ է։ Ողջույն, Անժելա։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ։ Տրամադրությունը բարձր է։ Գերազանց։ Շատ ուրախ եմ, որ տրամադրությունը բարձր է։ Ընդհանրապես ուրախ եմ, երբ որ կանայք ուրախ եւ անհոգ տրամադրվում են եւ լավ ուտեստ են պատրաստում, որովհետեւ ինչպես են ասում, մենք միշտ հիշում ենք մեր մայրերի, մեր տատիկների պատրաստած։ Այո։ Իսկ նրանք առանց սիրո ոչինչ չէին պատրաստում։ Այդպես է։ Այո։ Սա ուղղակի ասում են, որ միշտ ինձ հարցնում են, տղամարդիկ են լավ պատրաստում, թե կանայք։ Կանայք են լավ պատրաստում, բարեկամներ, որտեղ նրանց սերը շատ է, ջերմ է եւ բոլորիս համար հասանելի։ Ինչ ենք պատրաստելու։ Այսօր մենք կպատրաստենք աղցան, որը կոչվում է Մարի Անտուան։ Մարի Անտուան։ Այո։ Բաղադրությունը մեզ պետք են անհրաժեշտ են հավի կրծքամիս, այո, թթու եւ թարմ վարունգ, լոլիկ եւ սունկ։ Ես ուզում եմ օգնել։ Մենք պետք է կտրատենք վարունգը երկար ձողիկներով։ Շատ լավ, կտրատենք երկար ձողիկներով։ Հաստությունը երևի։ Բոլոր մթերքները պետք է համաչափ ձողիկների տեսք ունենան։ Շատ լավ, կաշխատենք տեսքը պահպանել։ Նախ պետք է հավիը տապակ, Անտուան։ Գեղեցիկ կին էր շատ։ Աղցանը կարող ենք համարել տաք աղցան, հա? Ոչ։ 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 Շահամարենք։ Այս աղցանը ոչ։ Մենք այս աղցանի համար կօգտագործենք ֆրանսիական սոուս ժատե, ինքը իրենից ներկայացնում է վարդագույն սոուս։ Իսկ նշված սոուսը, այդ բաղադրությունը ինչ էր։ Բաղադրությունը թթվասերից է, մայոնեզից եւ մի քիչ կոնյակից։ Թթվասեր, մայոնեզ, Եվ կոնյակ։ մի քիչ կեչուպ։ Կոնյակ եւ կետչուպ։ Եվ կեչուպ, շատ լավ։ Շատ լավ։ Ջերմային մշակման ենք ենթարկելու հավի կրծքամիսը։ Այո, տապակելու ենք, մի թեթև տապակելու ենք։ Պատրաստում ենք միայն զեյթունի ձեթով։ Այո։ Ձիթապտղի։ Ձիթապտղի։ Համամասնությունը թարմ եւ թթու վարունգի հավասար պիտի լինեն նույն չափի։ Երկարությունը մասին չի խոսքը, քանակը։ Քանակը, թթուն մի քիչ։ Արդեն հասկացա, որ շատ տապակել չարժե, չէ՞։ Այո, մի քիչ, մի թեթև կարմրի։ Մեր հեռուստադիտողները շատ բծախնդիր են եւ մենք չնշեցինք, թե ինչով համեմեցինք կրծքամիսը։ Հավի արգանակով։ Հավի արգանակով, փոշի արգանակով։ Այո։ Բոլոր մթերքները նույն կերպ պիտի կտրատվեն։ Ձողիկների տեսք Այո, ունենան։ ձողիկաձև։ Բարեկամներ, հավի կրծքամիսը մի քիչ տապակեցինք, համեմեցինք հավի արգանակով։ Աղ, պղպեղ, թարմ եւ մարինացված վարունգ կտրատեցինք։ Հիմա կավելացնենք լոլիկը, միայն պտղամիսը պիտի օգտագործենք, փաստորեն, հա։ Այո։ Տակ դեղեր պիտի կտրատենք, Այո։ չէ, խնդրեմ։ Լիբարը մաքրում ենք։ Իսկ մեր պաքսիմատները ինչ պիտի անենք։ Սա է պետք է լցնենք աղցանի մեջ։ Բավական է։ Իսկ պաքսիմատը համեմված է, թե ուղղակի տապակված եւ վերջ։ Պաքսիմատները համեմված են։ Հա, սխտորով եւ աղով։ Շատ համեղ պիտի լինի, շատ համեղ պիտի լինի։ Այսպես, հիմա
Լցնում ենք շրջանակի մեջ։ Այո։ Մի քիչ զավեշտի է հասել ամեն ինչ, այն ինչ շրջանակով է պատրաստվում, համարվում է եվրոպական կամ ընդհանուր առմամբ ոչ հայկական։ Մենք կարող ենք մեր ուտեստներն էլ այդպես ինչ որ ձևավորել, ձևավորման համար օգտագործել շրջանակ, օգտագործել այդ սոուսից այդ ձևավորման եղանակները, մեր ուտեստները։ Մեր ավանդական հայկական ուտեստները նկատի ունեք։ Ոչ։ Եվ շրջանակը հանում ենք։ Եվ պիտի վարդագույն սոուսը։ Գեղեցիկ է շատ գեղեցիկ է։ Եվ կարող են զարդարել հավի սուխարիկներով։ Վաքսիմատները նորից։ Այո։ Բիբարը մեզ անհրաժեշտ, կանաչ բիբար, ասենք վերջի շտրիխը։ Վերջի շտրիխը։ Այո։ Եվ մատուցում ենք աղցանը։ Մատուցում ենք աղցանը։ Այսպես տեղադրենք, որ ամեն ինչ պարզ լինի, Մարի Անտուանետ։ Անժելա ջան, դու ունես առաջարկ, հորդոր, քո հղումը մեր հեռուստադիտողներին, լինի դա խոհարարներ, լինի դա տնտեսություններ, ընդհանրապես մեր հեռուստադիտողներին։ Ես կցանկանայի, որ մեր հետնային տնտեսուհիները, թե խոհարարները, սկսնակ խոհարարները մեր ավանդական ձգտեն ավելի շատ մեր ավանդական հայկական նախուտեստներին, նախ եվրոպականին, բայց քանի որ պետությունը Եվեն է կիրառում Եվեն։ Դե դա նորմալ է, դա նորմալ է։ Այո։ Շատ լավ, հարգելի հեռուստադիտողներ, այո, Անժելան էլ համամիտ է, որ մենք նախ եւ առաջ պիտի զարգացնենք, պիտի հասկանանք, պիտի ընկալելի դարձնենք մեզ համար նախ եւ առաջ, հետո մեր հասարակության համար, մեր ազգային ավանդական խոհանոցը, նոր արդեն սկսենք ուսումնասիրել նաեւ արտասահմանյանը։ Շնորհակալություն։ Բարեկամներ, ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Անժելային իր այս ժամանակը տրամադրելու համար, ասեմ, որ բազմազբաղ ժամանակ բազմազբաղ մարդ է ինքը եւ ծանրաբեռնված։ Շնորհակալություն Անժելա ջան։ Նախուտեստ է համարվում աղցանը, բարեկամներ, հարկավոր է մատուցել նախքան հիմնական ուտեստը, մատուցման ջերմաստիճանը մինչև 12-ից 15 աստիճան եւ նախուտեստի հետ բնականաբար խմիչք չի մատուցվում։ Այսօրվա համար այսքանն ենք պատրաստել, կհանդիպենք ինչպես միշտ ամեն օր։ Մարիա Անտուանետը, հավի կրծքամիս 400 գրամ, թթու վարունգ 1 հատ, թարմ վարունգ 1 հատ, գունավոր տագդեղ 80 գրամ, լոլիկ 100 գրամ, թանձրուկը, մայոնեզ, թթվասեր, կետչուպ, կոնյակ, բարյախորժակ։